Վարդան Ղուկասյանն անհապաղ ազատ կարձակվի, եթե իրավաբանությունը սկսի անհապաղ գործել, պնդում է Գյումրիի կալանավորված քաղաքապետի փաստաբանը այս գործով վերջին որոշման մասին բացահայտումից հետո։ Ինքը պետք է լինի ազատության մեջ։ Հոկտեմբերի 21-ին է դատարանը 2 ամսով կալանավորել կաշառք պահանջելու համար մեղադրվող Վարդան Ղուկասյանին։ Նույն օրը քննիչը որոշել է, որ Գյումրիի քաղաքապետին ոչ թե պետք է կալանավորել, այլ նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառել։ Ըստ պահի դրությամբ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց, բացակայելու արգելք եւ պաշտոնավարման կասեցում։ Ինչը արդեն բացառում է կալանքի կիրառման հնարավորությունը։ Քննիչի այս որոշումը գրեթե 10 օր թաքուն է պահվել, պնդում է Հայրապետյանը։ Այդ process-ը թաքուն էր պահվել։ Եթե կայացվել է նույն օրը, պետք է անձին անհապաղ հանձնել իր նկատմամբ հայտնել, իր նկատմամբ խափանման միջոց կա կիրառված։ Սա թաքուն է պահվել։ Փաստաբանները հոկտեմբերի 30-ին են ստացել քննիչի որոշումը, ըստ որի Ղուկասյանը պետք է ազատության մեջ լինի։ 4 օր անց դեռ կալանավորված է Գյումրիի քաղաքապետը։ Ինքը անհապաղ ենթակա է ազատ արձակման, որովհետև դա նշանակում է, որ եթե անգամ կալանքի որոշումից հետո է ընդունվել այդ այլընտրանքային խափան միջոցը, ումը փոփոխվել է կալանքը։ Քննիչի որոշումը ստանալուց հետո Ղուկասյանի պաշտպանները դիմել են պատկան մարմիններին, որևէ արձագանք չկա։ Դատախազությանը դիմել ենք անհապաղ ազատ արձակելու, մարդու իրավունքների պաշտպանին դիմել ենք, արտադրության նախարարության դիմել ենք եւ միևնույն ժամանակ վերաքննիչ բողոք է ներկայացվել կալանքի դեմ, որի մեջ բարձրացվել է նաեւ այդ հարցը։ Փաստաբանների դիմումից դեռ 2 աշխատանքային օր է անցել, բայց ըստ Հայրապետյանի այս հարցը պետք է հրատապ լուծվեր, որովհետև ստացվում է ապօրինի է կալանավորված իր պաշտպանյալը։ Դատախազը պարտավոր է ազատ արձակել ապօրինի ազատությունից զրկված անձից, դա դատախազի ուղղակի պարտականությունն է։ Բացի այդ, արտադրության նախարարությունը իդեմս քերակատորական հիմնարկի, որտեղ մուտք է եղել այլընտրանքային խափան միջոց կայացնելու մասին որոշումը, արդեն այն ուժով, որ նրա համար հայտնի է, որ խափան միջոցը փոփոխվել է, փաստացի կալանք, վարչակազմն է պարտավոր ազատ արձակել, որովհետև նրան տրամադրվել է այլընտրանքային խափան միջոց ընտրելու մասին որոշում, որը ինքնին բացառում է կալանքը։ Դատախազության ու արդարադատության նախարարության հետ հույսեր չի կապում Հայրապետյանը։ Վստահ է, սայլը տեղից չի շարժվում, որովհետև Վարդան Ղուկասյանին է վերաբերում գործը։ Ազնվորված է, ամբողջ process-ը ազնվորված է։ Ըստ փաստաբանի իրավաբանական այս քաշքշուկը չի հանգուցալուծվում, որ այս ընթացքում Գյումրիում իշխանությունը վերցնելու հնարավորություն ստեղծվի ընտրություններում պարտված քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար։ Եվ փոստվում է արհեստական հիմքեր ստեղծել պաշտոնակատար նշանակելու Գյումրի համայնքում։ Հայրապետյանը նկատում է դատախազությունն ու արդարադատության նախարարությունը 7-օրյա ժամկետ ունեն Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու փաստաբանների պահանջին արձագանքելու համար։ Լիլիթ Սարգսյան, Արաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։